Շարունակում է առավոտ լուսով weekend-ը սիրելիներս ու իսկ հիմա ճիշտ ժամանակն է որպեսզի մեր հաջորդ հյուրերին դիմավորենք, ավելի ճիշտ հաջորդ ընկերներին դիմավորենք։ Մեր տաղավարում են ինչպես կասեին Ավետն ու Լիլիթը Սուր Պողոսյանը եւ Վիկտորիա Պողոսյանը։ Մեր թրերը միշտ ամուր են, Սուրեն Պողոսյանը եւ Եղեցկուհի Վիկտորիա Սահակյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ դուք մեր տաղավարում եք։ Իսկ դուք Մենք ենք շատ ուրախ, մանավանդ այս ներկայացնելու ձևը մեր համար նորություն էր, մանավանդ հասկացանք, որ դա Ավետից եւ Լիլիթից է եկել։ Իրանք էին ասել, անկեղծ Սուրեն ջան։ Մենք իրենց հետ կխոսանք, դա խնդիր չի։ Բայց ֆանտաստիկ։ Դուք հասկացաք, չէ՞, ինչքան ենք մենք խոսել, բան բասել ձեզ։ Այո, հասկացել ենք։ Եվ հետաքրքիր Ձեզ հետ ենք բան բասելու։ Նրանք արդեն գնացել են, այդ ձեզ հետ ավելի շատ բան կարող ենք բան բասել։ Իրականում բայց հետաքրքիր է թե ինչպես է սկսվում ձեր հանգստյան օրերը։ Հաշվի առնելով որ այս շփաթ է։ Մենք ուղղակի խաղացինք դա ինչ է։ Ժամանակում հանգստյան օր։ Չէ, վերջին շրջանում իրականում վերջին 10 տարում։ Վերջին, լավ, չստենք վերջին ամիսների ընթացքում 6 ամիս հաստատ եւ ավելի մենք համարյա թե չենք ունեցել հանգստյան օրեր, որովհետեւ օրինակ սեպտեմբեր ամսից սկսած ինձ մոտ կոնկրետ պրեմիերաներ են անդադար, մի ներկայացման պրեմիերան կայանում է, սկսվում է մյուս ներկայացման փորձերը ու շատ արագ կամ զուգահեռ երկու ներկայացման փորձեր են ընթանում ու իրար հաջորդում են պրեմիերաները, իսկ դա նշանակում է, որ այդ արանքում չկա ոչ մի ազատ օր, ազատ ժամանակ weekend վայելելու։ Այո։ Անանդ որ բացի թատրոնից նաև ունենք այլ գործունեություն, համերգներ, նկարահանումներ, դա նշանակում է, որ իրոք չկա ազատ ժամանակ, բայց այս չենք ասում բողոքով, սա ասում ենք շատ սիրով, որովհետև ուրախ ենք իրոք, որ ժամանակ չկա եւ այդ ժամանակը չկա հենց մեր սիրած գործի համար։ Իսկ ինչպես են առհասարակ ձեր առավոտները սկսվում եւ երբ են սկսվում։ Գոնե սկսվում են առավոտյան են գոնե սկսվում։ Սովորաբար սկսվում են զարթուցիչի ամենավատ ձայնից աշխարհում երթվում են ես աշխարհի ամենավատ ձայնը դա այդ բուդիլնիկի ձայնն է, որը արթնացնում է ու դու չես արթնանում քո հավեսով այն ժամանակ, երբ որ առել ես քունդ, այլ արթնանում ես, որովհետև ինչ որ մի հատ գործ ունես օրինակ անելու ու այդ զարթուցիչի վատ ձայն այստեղ դնում ես հեռախոսը, որ լսես։ Չնայած ես մի հատ լայվ խակ գիտեմ, չեմ օգտագործել, բայց ասում են, որ եթե դու դնում ես հեռախոսը շատ ավելի հեռու ու բուդիլնիկը զանգում է, դու երբ որ արթնանում ես, որ գնաս անջատես այդ զզվելի ձայնը, այդ ընթացքում ուղեղդ արթնանում ես, չգիտեմ, դա ճիշտ է, բայց կարող է զարթուցիչի ձայնը անտեսել, երբ հեռու դնես, ես օգտվել եմ լայվ խակից չի աշխատում։ Եվ վայելել այդ ծնլնգոցը, ունել դրա։ Բայց դες ի՞նչն է։ Ախր դուք նշում եք, որ շատ զբաղված, հագեցած, մի ներկայացում, նույնիսկ երկու տենց զուգահեռ ներկայացումների փորձեր, առաջնախաղ պրեմիերա։ Բայց երբ եք հասցրել ծանոթանաք դուք։ Գործի Մենք ծանոթացել ենք հենց թատրոնում, գործի բերումով, հետո այնպես է ստացվել, որ թատրոնից դուրս ենք ունեցել միասին նկարահանումներ, պրոյեկտում ենք աշխատել բավականին երկար, ու այդպես սկսվել է։ Բայց այս ծանոթությունից հենց առաջի սկսվեց ընկերությունը, թե ինչ որ ժամանակի Ես մի հատ բան ասեմ, Սուրենի մասով եմ ուզում ասել, իմ կարծիքով ինքը այդքան բաց էմոցիոնալ ու անմիջական չի, իմ կարծիքով, ու մի անգամից դառնալ Սուրենի ընկերը դա բարդ գործ է, ըստ իս, ժամանակ է պետք, մոտեցում է պետք, ճիշտ բառեր են պետք, պատրաստվել է պետք, ու իսկապես ժամանակ է պետք, որ ինքը հարմարվի քեզ, քո գոյությանը, քո սովորություններին, քո բնավորությանը ու կարողանա քեզ ինտեգրել իր շրջապատ։ Ես տենց եմ նկատել։ Իրոք այդպես է ինձ թվում, որովհետև ես մի քիչ բարդ եմ բացվում մարդկանց առաջ, բայց հենց որոշում եմ, որ այս մարդկանց առաջ պետքա բացվել, դա սենց շատ երկարատև է, շատ լավն է, հա, որովհետև իմ մոտ սկզբում մի հատ էտապ կա, որը կոչվում է տենց ծանոթության եւ ուսումնասիրման էտապ, նոր մարդկանց ես մի քիչ երկար սենց ուսումնասիրում եմ։ Դրանից հետո դրա համար հիմնականում ինձ սկզբում չեն սիրում մարդիկ, երբ որ նոր իմ հետ ծանոթանում են, ինձ սկզբում մտածում են ինչ-որ sense այնպեսի հա գոռոզ, բայց ասում են մագնիսի հակառակ բևեռներ պիտի լինեք, որ կարողանաք ընկերություն անել, այսինքն իրարից տարբեր, իսկ դուք տարբեր եք։ Հա, շատ տարբեր։ Նախ մեր սեռերն են տարբեր։ Հետո ես կարծում եմ ի տարբերություն իրա, մի քիչ առաջ որ նկարագրում էի, ես դրա հակառակ կողմն եմ, բևեռն եմ, սիրում բառը, ավելի անմիջական եմ, շփվող եմ, կոմունիկացվող եմ, ավելի արագ եմ մարդկանց սրտից մոտ ընդունում, դա այդ ընկերություն անենք ինչ հավես է բան,
Դրա համար կարծում եմ, որ Հետո նեղվում հիաստատվում շատ դեպքերում։ Իսկապես Սուրենի տարբերակը ընկերություն սկսելու, անելու, ամրապնդելու ավելի խելամիտ է, քան ինպես մարդկանց տարբերակը, որովհետև մենք շատ ավելի շատ ենք վառվում ընկերության մեջ, սիրո մեջ, դենց։ Ինչպիսի ընկեր է Վիկտորիան արդեն հասկացանք, բայց Վիկտորիայի նկարագրությամբ այ հետաքրքիր է Սուրենը ինչպես կբնութագրի, թե ինչպիսի ընկեր է առասարակ Վիկտորիան։ Ահա, դեռևս Վիկտորիան շատ խանդավառ մարդ է։ Ու օրինակ ես ինչը կառանձնացնեմ, որ երբ որ ինձ համար շատ կարևոր է, երբ որ մարդկանց ընկերների մտքերը համընկնում են ու երբ որ դու ունենում ես օրինակ ինչ-որ նոր մտահղացում կամ նոր ինչ-որ մի ասենց հիմար բան ես որոշել, որ պետք է անես, կապ չունի, ընկերը կողքիդ է ու յուրաքանչյուր ձևով փորձում է քեզ աջակցել ու ասենց առաջ տանել քեզ։ Վիկտորիան այդ մարդկանցից է, կարող եմ ասել, որովհետև ինքը շատ արագ է նախ ինտեգրվում նոր մտքերի ասենց process-ում ու վերջերս էլ այդպեսի ունեցանք փորձառություն, ես հետաքրքիր միտք էր առաջացել Վիկտորիային ասենց կես բառ չասած դեռ չպատմած թե ինչ պետք է լինի, ինքը արդեն պրպտում էր, աշխատում էր, ինչ-որ զանգում էր մարդկանց, բան չաթ էր բացում Telegram-ով, որ պետք է այդ ամեն ինչը սկսվի անել ու բնականաբար չես կարող չգնահատել այդպիսի ընկերներին, բացի աշխատանքից նաև կյանքում ես սիրում եմ ընկերներին, ովքեր յուրաքանչյուր պահին են կողքիդ, եթե դա պետք է։ Չեմ սխալվի, եթե ասեմ, որ իրոք Վիկտորիան այդպիսի հատկություններ ունի։ Իսկ ինչպիսի ընկեր է Սուրենը։ Նորմալ նենց։ Ընկերայելի։ Չէ, բայց Սուրենը ինչ ասեց իմ մասին, ինձ թվում է նախ ինքը նկարագրեց իրան, երբ որ դու տեսնում ես դիմացինի մեջ լիքը լավ բան, ես կարծում եմ, որ դա ընդամենը պրոյեկցիան է քո ներսի լույսի, բարության եւ գեղեցկությանը։ Եկել գովենք իրար ուղղակի։ Հա, բայց ինչ անենք։ Ու իսկապես Սուրենը ապացուցել եւ բազում անգամներ ցույցատվել իր անսահման ընկերասիրությունը ինձ տարիների ընթացքում եւ աշխատանքի մեջ եւ չաշխատանքի մեջ, չգիտեմ, լինում է չաշխատանք մեր պարագայում, բայց ցանկացած իրավիճակում միշտ կարելի է զանգել Սուրոյին, գտնել, սկզբի համար ինքը կարող է համերգի լինի, էլի, գտնել, բերման ենթարկել, որ քեզ օգնի, օրինակ, չգիտեմ, իսկ այդ շատ կարևոր բան է, կամ ուրախանա քո ուրախությամբ, չէ, որովհետև ընկերության մեջ ենթադրում եմ, էլի, ավելի կարևոր է, երբ որ քո ընկեր ուրախանում է քո հաջողություններով, քան երբ որ նստած լացում ենք ինքը քեզ անձեռոցիկներ ա տալիս, շատ ավելի կարևոր է, որ support անի, չգիտեմ, story անի, գովազդի համերգները։ Իսկ այնուամենայնիվ այսքան իրար գովեցիք եւ սիրուն բաներ ասացիք իրար մասին, չկա բնավորության գիծ, որ նյարդայնացնում է մեկի մեջ։ Ինչի՞ չէ։ Իմ կարծիքով ես Սուրոյի մասին կասեմ, ոչ թե իմ, չնայած իմ մոտ էլ կալի քվա, որ ազդում է, բայց իմ կարծիքով Սուրենը բավականին կտրուկ է, ինձ թվում է տենց։ Չնայած նրա գեղեցիկ արտաքինին, սիրունիկ շորիկներին որ հագել է, ես կարծում եմ, որ ինքը իր գործնականի մեջ բավականին կտրուկ է իր կայացրած որոշումներում եւ մարդկանց վերաբերմունքը այդ որոշումներին պետք է լինի շատ իմ կարծիքով նուրբ, բայց անկեղծ, ինքը գնահատում է ազնվություն, ինքը կհարցնի ինչ որ երկածայնագրել օրինակ նոր, որ ոչ ոք չի լսել, կկանչի քեզ իր գրիմանոց, կնստեք մի հատ ցույց կտա, մի հատ ինչ-որ բոթաս առել, կկանչի ցույց կտա, հələ նայ մի հատ ոնց է, ինչա, այդ նշանակում է, որ ինքը ուզում է լսել կարծիք։ Տեսակ։ Այդքան էլ վատ բաներ չասից։ Չէ, ես սպասում էի, որ վատ բաներ պիտի ասի։ Չէ, բայց մարդիկ սովորաբար, երբ որ հարմար չեն, դա վերագրվում է վերագրում են որպես վատ կողմ։ Երբ որ մարդը հարմար չի, ինքը սիտուացիայում հարմար չի, դու չես կարողանում օրինակ միանգամից լեզու գտնել այդ մարդու հետ, պետք են ճանապարհներ, պետքա ինչ-որ միջոցներ։ Ասում ես, հա լավ դե, իբր այդքան ժամանակ ունեմ, նա լիքը հարմար մարդիկ կան, գնամ իրանց հետ շփվեմ։ Այդ իմաստով կարող է դիտվել որպես վատ կողմ, որ ինքը չի փորձում հարմարվել իրավիճակին, քեզ, քո բնավորությանը, քո տեսակին, ինքը շատ հստակ դնում է սահմաններ, ընկերության մեջ, աշխատանքի մեջ, հարաբերություններում։ Դա լավ է։
իր համար։ Պաստորեն լավ կողմերից ենք։ Իսկ համար Իմ համար ես սիրում եմ որ անսահման լինի ամեն ինչ։ բայց ամեն ինչ ճիշտ է ասել իրականում, ես զարմանում եմ, որ ինքը այսքան բան գիտի։ Ու զարմանում եմ, թե ինչ սիրուն է ներկայացնում դա, որովհետև գուցե ինչ որ մեկը դա ներկայացներ, դու նեղանայիր դրանից, բայց ինքը շատ սիրուն է դա ներկայացնում, նույնիսկ մտածում եմ, որ դա լավ է, որ այդպես է։ Իրոք Դա շատ լավ է կյանքը։ ապրեսիկ։ Դա լավ է։ Իսկ Վիկայի մոտ կա ինչ-որ բնավորության գծեր, որ ձեզ դուր չի գալիս։ Տեսեք, ինքը օրինակ պատմեց, որ իմ բնավորության գծերի մեջ բացասականը համարվում է, որ իմ հետ եթե կտրուկ են լինում, ես կարող եմ տենց շատ սուր ընկալել դա։ Ինքը կտրուկ է։ Ինքը շատ կտրուկ է։ Ինքը կարող պարիտակ այնպիսի ռեակցիա տա առանց տենց երկար մտածելու թե դիմացինը ոնց կընկալի, բնականաբար Վիկային իմանալով հասկանում ես, որ այդ ռեակցիայի տակ իրականում ուրիշ բան կա, ընդհանրապես ու Այսինքն կեղտոտ բան չկա, վատ բան չկա, հետք չկա, քենոտ չկա։ Ամեն դեպքում օրինակի համար մի քանի ամիս առանց հանգստյան օրի աշխատելուց հետո, երբ որ այդպիսի կտրուկ ռեակցիաներ են լինում, պայտակ դու չես խորանում, որ դրա տակ ոչինչ չկա ու հնարավոր է ինչ որ սխալ ընկալում լինի։ Այսինքն այդ որ ասում եք հակառակ բևեռներ, մագնիսներ, այս թեման է, հենց այս թեման է։ Վեճեր ունեցել եք։ Օ, չէ։ Ես կարծում եմ Եթե նույնիսկ ունեցել ենք, դա եղել է ինձ թվում է գործնական ու վեճ համարել այդպես պետք չի, որտեղ ինչ որ տարաձայնություններ, Չէ, լուրջ նորմալ մարդավարի կռվեք ու չխոսեք։ բոքս ենք իրար ոչ։ Չէ, ձեռքը կսուն չէ։ ոչ մի ձևով, ոչ չի խոսքով ենք ծեծել իրար, Իմ ոչ ընկերը ձեռքերով ենք ծեծել, չէ, թեթև ինչ որ բաներ բնականաբար եղել են, դա նորմալ չի լինի, որ չլինի Իհարկե։ գործնական, գուցե նաև ինչ որ առօրյա թեթև բաներ, բայց հաստատ դրանք ինչ որ լուրջ տեղ չենք տվել դրանց մեջ։ Իսկ երբ որ լավ, ամեն դեպքում աշխատանքի մեջ ինչ-որ մի բան եղել է, ասել ես դե Վիկտորը հետո մի քիչ նեղվել է Վիկտորյան էլ, ո՞նց ես գնում սիրտը շահելու։ Ոչ եղել է, ոչ եղել է։ Եթե չի եղել, չի եղել։ Տեսեք, իրականում եղել է լրիվ ուրիշ բան, որի մասին գուցե ինքը չգիտի։ Օրինակ եղել է, որ ես ինչ որ բանով գործի մեջ հենց այն ձևը ինչ որ ինքը ինչ որ բան խաղացել է օրինակ ինչ որ բան, ես մտածել եմ, որ դա այդպես չէի անի, բայց որոշ ժամանակ անց հասկացել եմ, որ օրինակ այդ պահին ամենաճիշտը հենց ինքն է անում ու դա արդեն գնացել իրեն ասել եմ։ Վերջերս եղի դա մեր Մակբեթ ներկայացման դեպքում ես իրեն առանձին ասել եմ, որ իմ կարծիքով այս պահին դու ամենաճիշտն ես անում։ Բացասականը փորձում եմ շատ չխոսել, բնականաբար, որովհետև process-ի մեջ մանավանդ եթե ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, դա չի նշանակում, որ վատ է։ Շատ տոլերանտ ասում, անկեղծ եմ ասում, ես հիմա չեմ ասում, որ գով եմ, որ իր տնեցիկն այն ասեն, բա ինչի լավ տղա ունենք։ Իսկապես տոլերանտ է։ Այդ իր սահման դնելու հետ ու իր այդ տված տոլերանտության հետ բավականին հավես է, կարծում եմ։ Լավ։ Լավ, շատ սիրուն ասացիք։ Հետաքրքիր է նաև ըստ ձեզ իրական ընկերությունը ու ամուր ընկերությունը ձևավորվում է տղա ընկերության մեջ, աղջիկ ընկերության մեջ, թե տղամարդ եւ կին հարաբերությունների մեջ։ Ես կարծում եմ, որ ընկերությունը ձևավորվում է մարդկանց մեջ։ Ընդհանրապես կապ չունի սեռերը, որովհետև ես միշտ սիրում եմ այդ արտահայտությունն անել, դա իմ միտքը չէ, դա իմ ընկերներից մեկի միտքն է, որ մեր կյանքում ամենամեծ ձեռքբերումը դա ընկերությունն է, որովհետև մենք դա ձեռք ենք բերում հենց ինքներս։ Ոչ ոք մեզ չի օգնում դրա հարցում, չի բարեխոսում դրա հարցում, մենք ինքներս գտնում ենք իրար երկու մարդ գտնում են իրար բնավորությունների մեջ հետաքրքիր գծեր, գտնում են իրար լրացնելու տարբերակներ ու դառնում են ընկերներ։ Այս դեպքում տղա աղջիկ կլինի տղա թե աղջիկ ընդհանրապես իմ համար կապ չունի, որովհետև շատ դեպքերում գուցե այն միֆը, որ տղաները իրար հետ են շատ լավ ընկերություն անում, աղջիկները իրար հետ, ընդհանրապես այդպես չի, որովհետև գուցե ինչ որ դեպքերում աղջիկ ընկերները մեզ շատ ավելի լավ են հասկանում, շատ ավելի են մեր կողքին լինում, դա չի սահմանափակում ընդհանրապես։ Այո, ես համաձայն եմ լրիվ Սուրենի ասածի հետ, ջարդենք սահմանները եւ մենտալիտետը մեջ նստած, որ տղան տղայի հետ պիտի ընկերություն անի, աղջիկը հետ, որովհետեւ երբեք սեռը չպիտի հանդիսանա սահման, խոչընդոտ, այո։ Ինչպիսի խաղընկերներ եք։ Չէ, բայց ես առաջարկում եմ դու պատասխանես Վիկտորիայի փոխարեն, Վիկտորիան պատասխանի քո փոխարեն։ Այսինքն ինչպիսի խաղընկեր է Վիկտորիան։ Ինչպիսի խաղընկեր է Վիկտորիան քեզ համար։ Դու քո համար։ Այ տեսեք, ես ասեմ, որ մենք իրար բավականին բարդ խաղընկերներ ենք, ինչու, որովհետև մենք ունեցել ենք այդպիսի փորձառություն պրոյեկտում երկար նկարվելու ու մենք ուղղակի չենք կարողանում միանալ
ու լուրջ խաղալ, որովհետև մենք իրար հետ անդադար ծիծաղում ենք։ Եվ դա մեծ խնդրեմ է, բոլորս գիտենք նկարահանման հրապարակում, որտեղ 1-2 երրորդից արդեն ամբողջ նկարահանման կազմը սկսում է sense ձգվել, մենք այդպիսի խնդրեմ ունենք միասին խաղալու հետ կապված, բայց ինձ թվում է թատրոնում օրինակ դա չի աշխատում։ Վիկան բավականին հուսալի խաղընկեր է, ու դու կարող ես վստահ լինել, որ ինքը բացի նրանից, որ իր կերպարը գիտի, թե ուր պետքա գնա, ինչ պետքա անի, ինքը գուցե չի նստելու, չի սովորել, բայց ինքը միանշանակ ֆորս մաժորային իրավիճակներում կփրկի իրավիճակը ու կհիշի թե ինչա պետք է տեղ անել ու ոնց անել դա, որ չհասկանա հանդիսատեսը, որ դու այս պահին սխալվեցիր։ Դա շատ կարևոր մաս է, որովհետև շատերս կարող ենք փրկել իրավիճակը, վերցնելով մեզ վրա, բայց շատ քչերը կարող են փրկել իրավիճակը, թողնելով, որ եթե այդ պահին պիտի օրինակ իր կերպարը լինի կենտրոնում, թողնելով, որ իր կերպարը մնա կենտրոնում։ Վիկտորիա։ Ինչ-որ դուր էր գալի, ինչ-որ ասում էր Սուրենը։ Հա, ցավոք սրտի ես երկար խոսա։ Ցավոք սրտի ես Սուրենի հետ փորձ թատրոնում փորձ աշխատելու շատ քիչ եմ ունեցել ըստ իս։ Վերջին ներկայացումը, որ աշխատել ենք, եղել է Շեքսպիրի Մակբեթը։ Իդեպ ձեզ սիրով կարող ենք հրավիրել, եթե տոմսառնեք գաք։ Երբ եք խաղալու։ Հունիսի 26։ Չէ, անկեղծ սիրով հրավիրում ենք։ Հիշում են։ Լիլիթն ու Ավետը չէին հիշում։ Իրանք են հրավիրեցին, բայց չգիտեին երբ էր ներկայացումը։ Դուք կգաք մեր հրավերով։ Մենք հրավիրում ենք ձեզ օֆիցիալ Երևանի կամերային թատրոն դիտելու Շեքսպիրի Մակբեթ ներկայացումը, որը բեմադրել է անգլիացի ռեժիսոր Էլիոտը։ Էլիոտը անունը ինչա ազգանունը ինչա չգիտեմ։ Էլիոտը, ով եկել էր 1 ամսով Հայաստան ու դա մեր համար շատ ցենց անսպասելի փորձառություններ, ընդամենը 1 ամսում Շեքսպիր բեմադրել։ Բնականաբար գիտակցում ենք դա ինչ մեծ process է։ 1 ամսում մենք անդադար օր ու գիշեր աշխատել ենք, այդ ծավալը պիեսի կերպարների լրջությունը 1 ամսում դա բեմադրել ենք ու կարծում ենք որ Մակբեթը խաղում եք հայերեն։ Այո։ Ինչպես էր բեմադրում Էլիոտը։ Առանց Լիլիթը մեր թարգմանիչն հանդիսանում էր մեր թարգմանիչը եւ կապող օղակը ռեժիսորի եւ դերասանների։ Այնպես որ մենք ոչ մի որպես այդպեսին բարդ խնդիր չենք ունեցել, չնայած որ ես միևնույնն է կարծում եմ, որ հայ ռեժիսորի հետ աշխատելը շատ ավելի հեշտ ու շատ ավելի խորն է դարձնում կերպարը, որովհետև հազարավոր բաներ կա, որոնց մասին դու շատ ավելի հեշտությամբ կխոսես հայ մարդու հետ, որովհետև ինքը հասկանում է քեզ, քո լեզվամտածողությունը, քան երբ որ դու փորձում ես հակիրճ քո միտքը փոխանցել թարգմանչին ու ինքը մի հատ էլ ինքը իր մտքերը դասավորում է եւ փոխանցում է ռեժիսորին, այդ պարագայում վստահաբար ամեն դերասան իր մեջ գիտի, որ մի քիչ տուժել է այդ իմաստով կերպարը, ռեժիսորն էլ վստահ է երևի, որ իր աշխատանքն է մի քիչ տուժել, բայց այն ժամկետը, որի ընթացքում իսկապես կատարվել է այդ process-ը, դա կամերայինի համար անսովոր ժամկետ է, անսովոր process է։ Մենք սովորենք երկար չիտկաների, մինչև կերպարը դառնում է իրականություն եւ քոնը նոր իջնում ես բեմ արդեն վերջին կոպիտ ասած վերջին շտրիխները գործողությունը միզանսցենը sense բաներ անելու բայց մենք երջանիկ ենք իրականում այս փորձառությունից որովհետեւ դա կոփում է մի նոր этаպի ատանում դերասանին յուրաքանչյուր նոր բան ինչ որ դու կյանքում չես պատկերացրել նույնիսկ որ քեզ հետ բայց ես ինչ էի ասում Սուրենի մասին էի ասում որպես խաղընկեր այո միայն այն կասեմ որ փորձերի ընթացքում բացի այն որ ես շատ գնահատեցի ու սիրեցի իր լրջությունը, որովհետև սերիալում երբ որ նկարվում ենք, մենք անդադար խնդում էինք, բայց կոնկրետ թատրոնում, կոնկրետ գործի շրջանակներում ես հասկացա ինչքան լուրջ է տրամադրված ու ինչքան նույնիսկ մի հատ փոքրիկ դրվագ եմ ասում, երբ որ ռեժիսորը ամեն փորձից պրագոնից հետո անում էր ինչ որ իր նոթերը մեզ փոխանցում էր, շեշտեց որ Սուրենը միակ դերասանն է եղել, ով ամբողջ ներկայացման ընթացքում այս sense, երբ որ ինքը ճուներ տեսարան, ստիլիստիկան է տենց, դերասան եկավ, խաղաց իր տեսարանը օրինակ, գնաց նստեց իր աթոռին, իր համար նախատեսված, իր սիմվոլով, միակ մարդն է եղել, ով անխախտ, առանց հենվելու, առանց հոգնելու, առանց շնչելու, առանց չոր sense բաների դուրս գալու, ծխելու, գալու, չի ծխում, մի խոսքով, առանց այդ ամեն ինչի ուղղակի նստելա ու
տրամադրվել է օրինակ իր հաջորդ տեսարանին, բայց միևնույն ժամանակ ես հասկացա, որ սրանից շատ բծախնդիր դերասան է ու ինքը ամեն ինչ կանի, վատ իմաստով չէ, ամեն ինչ կանի, որ իր տեսարանը, իր դերը, իր պատկերացումները լինեն այնպիսին, ինչպիսին ինքը ուզում է, բայց այդ վատ չի դերասանի համար, որովհետև յուրաքանչյուր դերասան էգոիստ է տեսակով ու նորմալ է, որ չէ իսկապես տենց է, ես վատ չեմ նայում, անկեղծ վատ չեմ նայում դրան, միակ տենց, որ ընդգծված է եղել իմ համար ինչ-որ տեսարանիկներում, եղել է Սուրենի բծախնդրությունը, բայց էլ եմ ասում, դա շատ լավ է, դա էլի գալիս է նրանց, որ դու քո սահմաններ դնում ես, ոնց Էլի հետ են գնում սահմանների։ Հրաշալի։ Կարծում խաղ խաղանք։ Խաղանք, չէ։ Ուզում եք խաղ խաղանք։ Հա, հավես։ Բայց խաղը պետք է անկեղծ խաղանք։ Եթե անկեղծ չենք խաղում, խաղը չի ստացվում։ Մենք մաքսիմումը ինչ կարող ենք անել, կարող ենք խնդրել ձեզ մեր պատեկրանին հետևել եւ պատասխանել շատ անկեղծ։ Okay։ Լավ, հետաքրքիր է։ Եթե պետք է սրանցից մեկը կորցնես, երկրպագուները թե ընկերները։ Ահա։ Պետք է սրանցից մեկը կորցնես։ Այսինքն ինձ իմ դեմ եք օգտագործում հիմա դուք։ Ահա, Սուրեն, Վիկտորիային Ես մեր թեմա օգտագործում։ Հարցին պատասխանեք երկուսդ էլ։ Երկրպագուները։ Ես էլ միանշանակ երկրպագուները։ Ես իհարկե անսահման սիրում եմ նրանց, բայց ընկերները դրանք ուրիշ մարդիկ են իմ համար։ Երբևէ ուսումնասիրել ես այն անծանոթ մարդկանց էջերը, ովքեր քեզ սիրային նամակներ են գրել։ Միշտ։ Ինչ մասնախոսքը, երբ որ գրում են այդ նամակը, ես մտնում եմ, մի հատ նայում եմ age-ը։ Նույնիսկ երբեմն ուսումնասիրում ենք այն մարդկանց էջերը, ովքեր գրում են այդպիսի նամակներ ընկերներին։ Այնպես որ մենք միասին ուսումնասիրում ենք գրողներ, միասին նստում ենք ձեր էջերը։ Ես իրական բոլորով չեմ արել, որովհետև դա մի քիչ իմ համար էլի, չգիտեմ, անհասկանալի կլներ, բայց այդ պահին մտնել, նայել ով է, ինչ է, հետաքրքիր է իրականում։ Ես կարծում եմ դա ընդհանրապես հետաքրքրասիրություն է։ Այս պատասխաններից հետո կարծում եմ կշատանան սիրեն նամակները։ Գրեք ինձ երեխեք։ Հաջորդ։ Իսկ երբևէ ստել ես ընկերներիդ ու ասել, որ շատ լավ են խաղացել ներկայացումը։ Չմաստախոսկայո։ Հա։ Ինչու եք ստում ընկերներին։ Չէ, տեսեք։ Երկրպագուներին կորցնում եք, ընկերներին պահում եք, որ ստեք, որ լավ են խաղում ներկայացնում։ Որովհետև հիմնականում Որ չկոտրես, որ բացատրեմ, չկոտրես։ բացատրեմ, հիմնականում որովհետև այդ առաջին ռեակցիան լինում է հենց առաջնախաղից հետո, իսկ առաջնախաղից հետո ամենակարևոր բանը դա ընկերներին, դերասաններին ողջևորելն է։ Հետո գուցե ինչ-որ կարևոր պահ գտնել ու նյուանսներին անդրադառնալ, թե ինչը այնպես չէր քո կարծիքով, բայց առաջին ռեակցիան միանշանակ պետք է ողջևորող լինի, որովհետև մարդիկ արել են ահռելի աշխատանք, բարձրացել են բեմ ու այդ ստրեսը հաղթահարել են, դուրս են եկել դրա միջով։ Երբևէ բեմում նյարդայնացել ես խաղընկերներիդ վրա։ Սուրենն ուզում է ասել սովորաբար, բայց Մտքեր եք կարդում։ Ահա, չէ, լինում են շատ, Իսկապես դիմում։ կստենք որ ասենք շատ, բայց լինում են միանշանակ։ Իսկ ինչ աստիճան է, որ ուզում ես սպանել, արդեն։ Այդպես էլ են լինում, ինչու ոչ։ Այդպես էլ են։ Հա, չի եղել քո հետ։ եղել է։ Եղել է, չէ։ Հա։ Որ մեկը։ Չեմ ասի։ Բայց մենք ոչ մեկի չէինք ասի։ Ես կճշտեմ կգրեմ ձեզ։ Երբևէ ուղարկել ես ամոթալի հաղորդագրություն սխալման ուրիշ մարդու։ Ես հիշեցի մեր առավոտ նույնիսկ թիմին։ Ձեր մոտ Պես մոդել է, հա ճախլին, այո։ Հա, ինձ հետ եղել է։ Ես չեմ ամոթալին ո՞րն է։ Ես չեմ հիշում, որ ամոթալի բան նույնիսկ ընկերներիս ուղարկել։ Տեսեք, օրինակ իմ հետ եղել է մի դեպք, երբ ընկերոջս պետքա մեկ այլ մարդու մասին բան ասեի ու պատմեի։ Հենց այդ մարդը որ սկրին ես արել, հենց իրան ես ուղարկել։ Այդ ամոթալի է։ Կամոթալի է, բա ինչ։ Իսկ երբևէ լացել ես ֆիլմ դիտելուց։ Ես հա։ ինձ թվում է այս հարցը ավելի շատ քո համար է, որովհետև Ես ավելի քիչ, բայց հա, երբեմն լինում են։ որ ֆիլմն է Տիտանիկը նայելուց ձեզ եմ շատ համար լացել։ ամենահուզիչը եղել։ Որպես խորհուրդ նաև մեր հեռուստադիտողներին։ Տիտանիկը։ Ես Տիտանիկի ժամանակ հա լացել եմ, որովհետև շատ շուտ եմ նայել, փոքր եմ եղել, մի քիչ ավելի չէի կառավարում դից էմոցիաներս։ Իսկ մի քիչ ավելի հասուն տարիքում։ Մի քիչ ավելի հասուն տարիքում չեմ հիշում, որ ֆիլմից եմ լացել։ ես իրականում ինձ թվա շատ եմ լացել, երբ որ Որ ֆիլմից դու չես լացել, Վիկտոր։ Ես ֆիլմերից չէ, ուղղակի շատ եմ լացել, բայց ցանկացած ֆիլմ, որը օրինակ կենթանիների մասին է կամ
տեր կենթանի հարաբերությունների կամ ամենավառ օրինակը իհարկե Խաչիկոն է, բայց դա շատ փոքր ենք, որ նայում ենք, ուղղակի ինքը իսկապես բեսթսելեր է այդ սֆերայում, այդ ժանրում, իրան կարելի է միշտ նայել ու միշտ կարելի է լացել։ Եթե ուզում եք լացեք, միացեք այդ ֆիլմը։ Խաչիկոն ու Ես լացեք։ հիշեցի իդեպ մի շատ լավ սերիալ 911 911, որը բավականին լավ դերասանական խաղով ու շատ հետաքրքիր փոփոխվող սյուժետով բավականին երկար սերիալ է, որի ժամանակ եղել է, որ ես տենց շատ հուզվել եմ, որովհետև այն կերպարները, որոնց պետք չէր ընդհանրապես կպնել, հենց այդ կերպարների հետ ինչ-որ բաներ էր տեղի ունենում, որը իրոք հուզիչ էր։ Այ նախքան ձեզ հանդիպել եւ ձեր հետ զրուցելը մենք զրուցեցինք Ավետի եւ Լիլիթի հետ, նրանք ասացին ինչ որ մի տարբերակ։ Դրա համար էլ մենք մեր հարցազրույցը սկսեցինք հենց այսպես, չէ՞ որ մեր թրերը միշտ ամուր են եւ Սուրեն Պողոսյան եւ Վիկտորիա Սահակյան։ Բայց հիմա դուք ինչ ձև ունեք նրանց անվանելու, քանի արդարությունը որպեսզի հավասարություն Մարտահրավերը նետել են, այո։ Մարտահրավերը դրանք նետել են։ Ինչ ասենք Լիլիթին։ Այդ խաղը ստեղծել է Ավետը։ Ես լուրջ եմ ասում, իրանք այնքան Ավետը, որովհետև Ավետի համար շահավետ էր։ Ավետը շահավետ։ Այս թեմայով ես պետքա կարծում եմ, որ Իննան մեր թիմի անունից պատասխան Այս տվեց թեմայով այդ պետքա երկուսին։ զանգել Ավետին եւ հարցնել Սավետ, որովհետեւ մենք դժվար թե կարող Օ, ես շատ գոհ եմ։ պատասխանել։ Լիլիթի Որպեսզի Ավետը Բայց ձեր հարաբերությունները առհավետ չանա, չէ՞։ Որովհետեւ այո, որ մեր հարաբերությունները լինեն հավետ։ Չես, իստո ֆանտաստիկ է։ Իսկ Լիլիթի մասով չի ստացվում, չէ՞։ Լիլիթին այնքան շատ ենք սիրում։ Ավետին մի քիչ, դրա համար Ավետի։ Ախր Լուիզային այնքան շատ ենք սիրում, որ Ֆրանտին թողացան, որ Լիլիթի մասով չեն Դա կարող։ միջին, այո։ Լավ։ Եկեք այսքանով արով։ Լիլիթ, այսպես է ժպտերես դրական Լիլիթի լիմիտն այդքանն էր։ Իրականում ուզում ենք ասենք ձեզ շատ շնորհակալություն։ Ստացվեց անկեղծ մեր հարցազրույցը, անկեղծացան։ Շատ հավես էր։ Էլի գաք։ Հա, միշտ։ Այո, բայց կլինի մյուս անգամ Լիլիթին ու Ավետին միաժամանակ մեզ հետ կանչեք, որ այս բաթլը լինի ավելի հավասար պայմաններում։ Բախումը լինի։ Փորձենք։ Մի քիչ տաղավարային խնդիր ունենք։ Իրան գետնին կնստեն։ Հա, լավ։ Իսկ դուք հանուն բարության եւ խաղաղության ավետարան կարդացեք այս ընթացքում, իսկ մենք Շատ մեր թիմից է Իննան։